Այսօր մամուլի ասուլիս էր Երևանում հայտարարված, որին մասնակցում էին Ֆրանկֆուրտում գործող Ցեղասպանության հակառակորդների միության ազգությամբ թուրք և քուրդ ղեկավարներ։ Թեման այն էր, որ Թուրքիան կարող է ապագա ունենալ միայն այն դեպքում, եթե ճանաչի ցեղասպանությունը և կատարի հատուցում։ Հայաստանում այս օրերին անցկացվում է ցեղասպանագիտության շաբաթ միջոցառումների շարք, նվիրված հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Մասնակցում են հայ և միջազգային փորձագետներ, ցեղասպանագետներ, պատմաբաններ և գրողներ։ Տեղի է ունենալու թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի շնորհանդեսը հեղինակի մասնակցությամբ։ Նախորդ տարի Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ է այցելել 300 թուրք։ Ինչ եք կարծում, քանի հայ կա, որ ուրանում է հայոց ցեղասպանությունը։ Ավելի կոնկրետացնեմ հարցը։ Այս պահին, երբ թուրք գիտնականներ են կոչ անում հայոց ցեղասպանությունը ճանաչել ու հատուցել, քանի պաշտոնյա կա Հայաստանում, որ ուրանում է հայոց ցեղասպանությունը։ Ոչ միայն ուրանում են, այլև ծեծկռտուք են հրահրում, երբ խոսք է գնում ցեղասպանությունը դատապարտելու։